այս իշխանությունը եկավ իշխանության կոռուպցիայի դեմ կատաղի պայքար մղելու խոստումներով։ Ես ուզում եմ դուք որպես իրավապաշտպան ասեք, ինչքանով է հասել այն իր նպատակին եւ այսօր Հայաստանում կա կոռուպցիա, թե չկա կոռուպցիա։ Ամենայն հավանականությամբ կոռուպցիայի դեմ պայքար ասելով իր օրվա իշխանությունները եւ հասարակությունը լրիվ տարբեր բաներ են հասկանում, որովհետեւ հասարակությունը ենթադրում է ամեն 18 թվականին փողոցով եկած ստատուսած մարդիկ, գուցե դասագրքային ձևակերպումներ, դասական գիտական ձևակերպումներ կարողանային դնել, բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, Հայաստանում եւ դրա դեմ է ըստեյության դուք եկել փողոց։ Իշխանությունների մոտ կարծես թե խնդիր կա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու, այլ ով է ղեկավարելու այդ կոռուպցիան, ով է լինելու, ով է գլխավորելու այդ կոռուպցիայի process-ը, եւ ըստեյության մենք տեսանք լրիվ հակառակ տեսակետների բախում, որտեղ հասարակության սպասելիքները կամ հասարակության ընտրված խոստումները կյանքի կոչվեցին, բայց մարդիկ եկան իշխանության եւ դառան այդ կոռուպցիայի գլխավոր դերակատարները, որովհետեւ միայն հետաքննող լրագրողների ամենօրվա աշխատանքը տարբեր կայքերում հրապարակումների եւ տեսնում եք, հասկանում եք, որ այս իշխանությունը ցելասիջել է այլևս նախորդ մերձված հանցավոր ռեժիմների եւ կոռուպցիայի տեսանկյունից յուրայինների պատասխանատվության հաղթը կարծես թե չեն պատրաստվում բարձրացնել, պատասխանատվության ենթարկել նույն տրամաբանության մեջ, ինչ որ կար նախկինում։ Այսինքն նույն տրամաբանության մեջ է տեղավորվում օրինակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը նախորդ իշխանությունները ես բացատրում են, այսինքն ներկայ իշխանությունները ես ընդդիմություն են բացատրում են, պարզվեց իրանց համար դա խնդիր էր այնքան ժամանակ, քանի դեռ կային ինչ-որ մարդիկ հրաման էր տալի, ու իրանց նկատմամբ բռնություն էր կիրառվում, անհամաչափ ուժ էր կիրառվում։ Երբ դա այս հրամանները տալիս են իրան եւ իրենց հակադիր տեսակետ ունեցողներն բռնության ենթարկում, իրանք դրանից խնդիր չունեն։ Դե դրամբանցած կոռուպցիայի հետ կապված։ Նույն բացարձակ նույն մոդելում։ Այնպես որ այդ իշխանությունը կարողացել է ստանվել կոռուպցիայի եւ սա տարած ընթանում առաջ։ Եվ որևէ մեկը ցավոք սրտի չի կարողանում կանգնեցնել, որովհետեւ մենք չունենք այլ ինստիտուտները, կայացած ինստիտուտները, որոնք դա կարող էին անել, մասնավորապես արտադրության համակարգ, այդպես են մնաց կախվածության մեջ, ինչպես նախկինում օրվա իշխանությունների ընդդիմադիր ուժերը, ցավոք սրտի ամեն անգամ եթե սա ցույցեր են բացրացնում, շատ թեմաներից են խոսում, շատ արագ դա վերացնում այլ ձեր ժամանակ մի հատ տեսեք դուք ինչ եք արել, իսկ քաղաքացիությունն էլ այլևս որպես այդպեսին կարելի ասել հայկական քաղաքացիություն այլևս գործին ունի, որովհետև քաղաքացիության են անհատները, որոնք են կառույցները, որոնք որ երկար տարիներ դրա դեմ պայքարել են, կարծես թե ստատուսած հաստատում են սեքնելու տալը համաչափ համատեք սարտական։ Հետևաբար այս իրավիճակը սա կանխատեսելի է, ցավոք սրտի, եւ մենք շարունակում ենք մնալ կարծում եմ նույն դրամբանության մեջ, որ ունեցել ենք տասնամյակներ շարունակ, ոչ մի ռեական փոփոխություն, դրական փոփոխություն չկա։ Տեսեք, Տիկին Կարապետյան, կա հակակոռուպցիոն կոմիտե, կա հակակոռուպցիոն դատարան, կոմիտեն շատ հաճախ հաղորդագրություններ է տարածում, որ օրինակ աշխարհի դիմաց վարչական վկայականների տրամադրման դեպքեր են հայտնաբերել, որ օրինակ վարչական շրջանի ղեկավար կամ փոխքաղաքապետ են ձերբակալել աշխարհի գործով, սա պայքար չի, պայքարի իմիտացիա է։ Այս թափի պայքար եղել է նաև նախկինում, շատերի մոտ տպավորություն կա, որ նախկինում օրինակ դատավոր ու դատախազ կամ ոստիկանության աշխատողին ձերբակալում, կալանավորում կամ դատապարտում, վերջում տպավորություն։ Այն ժամանակ կար որոշակի տոկոսի կալանավորվածներ, դատապարտվածներ, աշխատանքից հեռացվածներ, բայց դա այն ծավալը չի, որը խոստացվել էր, եւ ամենակարևորը փոխարինում է եղել։ Մի խումբ մարդիկ հեռացել են ինչ-որ բիզնեսներից, ինչ-որ համագործակցություններից տենդերներ շահելու, հայտնվել են մեկ ուրիշ խումբ մարդիկ, ովքեր դարձել են խոշոր օլիգարխներ, մարդիկ ովքեր օրինակ երբեք չեն զբաղվել նման տիպի գործունեությամբ, օրինակ ասֆալտ փռելով չեն զբաղվել, ասֆալտի գործով երբեք չեն զբաղվել, հիմա հանկարծ իրենց բարեկամների իշխանության գալուց հետո սկսում են զբաղվել ու տենդերներ են շահում։ Սկզբունքորեն Հայաստանի հանրության քաղաքացու համար իրական տարբերություն չլինի, օրինակ նախորդ իշխանության պարլամենտի փոխոսնակի հարազատներ շինարարության տենդերները շահում, թե ներկա իշխանության որևէ պաշտոնյայի հարազատն ու բարեկամն է ասֆալտի ճանապարհները վերանորոգելու տենդերները շահում։ Հասարակության համար ինչ տարբերություն ով է անում այդ process։ Մասը մնում է փաստ, որ այդ իշխանությունները ամենամեծ մեկ աղբյուրի գնման process-ի մասնակից են դառել, դրա մասին քիչ թե շատ խոսում են
քաղաքացիական որոշ ներկայացուցիչներ, դրա մասին գրում են հետաքննող լրագրողները, դա ապաստիկված փաստ է, դա անհերքելի փաստ է, անկախական բարեկամական կապերը անհերքելի են։ Հետևաբար այս ցանցը ուղղակի եկավ տեղավորվեց այն նույն ֆրեյմի մեջ, այն նույն կարգախոսային, նույն տրամաբանության մեջ տեղավորվեց, նույն իշխանության հնարավորությունների մտածների մեջ տեղավորվեց, նույն կայք հակավ, որը որ ժառանգություն է ստացել, որը որ եկավ փոխելու խոստումներով եկավ, բայց ցարեց։ Եվ որ ոլորտներում է, որ կոռուպցիանը ավելի մեծ չափերի է հասած, եւ դրա հետևանքները ավելի վտանգավոր են մեզ համար, որպես պետություն, որպես հասարակություն։ Ցանկացած ոլորտում կոռուպցիան իսկապես ծայրահեղ ծանր հետևանքներ ունենում պետականության անվտանգության համար բոլոր իմաստներով, ու դրա վառօրինակն է 20 թվականի պատերազմը, երբ ինչ որ զենքեր կրակեցին, ինչ որ զենքեր լավեցին, որակողություն, բազմաթիվ պատմություններ, կոռուպցիան դա նաև միայն քող վերցնել տալեսի եւ տենդերներ ստանալի, դա ոչ կոմպետենտ մարդկանց ՀՏԲ տարբերակով պաշտոնների նշանակել, այնինչ արդյունքում բազմաթիվ օրինակ հրամանատարներ չեն համապատասխանում իրենց ծառայած պաշտոնների եւ արդյունքում մենք ունեցանք ավելի շատ զոհեր, քան կարող էինք ունենալ։ Այնտեղ որտեղ կա գումար, որտեղ պետական բյուջետից հատկապես նկարի տարբերակ կա, այնտեղ կոռուպցիան անսահման ուղղակի տրամաբանության մեջ է ցուցաբերվում։ Ասում բավական է նայել առանձին տարբերականներ չնշեմ, բայց մենք ունենք հետաքննող լրագրողներ, որոնք տարբերականներ, որոնք հրապարակում են այդ նյութերը եւ դա ուղղակի աննկարագրելի ցածերի է հասնում։ Եվ եթե կար ժամանակ ես ասում եմ դե դա ներկաների հետ կապցնի, դա նախկիններից մնացած այդպես ժառանգություն։ Ասենք 7 տարի հետո ժառանգության մասին խոսել, արդեն դիվանության մասին խոսել կամ ուղղակի այդ համակարգի մեջ շատ տեղավորվելու մասին։ Եվ որպես հասարակություն մեր անելիքը որը պետք է լինի, դուք նշեցիք, որ հասարակությունը այսօր համերաշխ այդ իրավիճակին չի բարձրաձայնում, միջազգային հանրությունից էլ մենք այդպիսի արտակներ չենք ստանում, բայց որպես հասարակություն տուժողը մենք ենք, մենք ինչ որ բաներ պետք է ձեռնարկենք, որը պետք է լինի մեր անելիքը։ Շատ բարձր եմ գնահատում հետաքննող լրագրողների աշխատանքը, դա իսկապես շատ կարևոր է, որտեղ դա հասարակությանը տեղեկացնելու լավագույն հնարավորություններից մեկն է։ Հասարակությունը ես եմ կարծում, որ շատ մեծ թվով մասից են կարծում, բայց նրանք ովքեր իսկապես հետաքրքրված են, փաստահեն տվյալներով, տեղեկանքներով, հարցումներով ապացուցված հրապարակումները իսկապես բացառիկ կարևորություն ունեն։ Կոռուպցիայի մասին պետք է խոսել նաև հանրային դեպքերում։ Բայց շատ դեպքերում ներողություն դրանց քրեական գործեր հաջորդվում են ու սառեցվում են։ Կապ չունի ինչ են անում, կապ ունի ընթացքի ինչպես է լինում, անգամ կարող է քրեական գործեր ընդհանրապես չհարուցվեն կամ ընդունված տարբերակով հարուցեն այնքան դիպտեն ինչը վաղամիջան ժամկետ, անցի դա էական չի, կարևորը որ մեր հասարակությունը հասկանա ի վերջո տեղ հասնի, որ այս ինչ-որ տեղի ունեմ հիմա ոչ մի բանով չի տարբերվում նրանից, թե ինչա տեղի ունեցել նախկինում, բացարձակ ոչ մի բանով չի տարբերվում։ Եվ մենք մեր կործանումը, մեր պետականության անկումը, խնդիրների հիմքում այս թվում նաև կոռուպցիան է եղել։ Կոռուպցիան մի կողմից այնպիսի համակարգ չունենալ նախընտրի դարել, որը հնարավորություն է տալիս գլխավոր դատախազին ինքնուրույն որոշումներ չկայացնել, դիտելով առանձին սահմանադրական մարմին, անկախ սահմանադրական մարմին, գլխավոր դատախազությունը ուղղակի հնարավորություն չունի այդ պայմաններում ինքնուրույն որոշումներ կայացնել եւ հետեւաբար պահպանություն ունի։ Այդ նույն պետական նորաստեղծ կառույցները, նույն հակասահմանադրական տարբեր կառույցները ուղղակի թափետավորում են, գեղեցիկ թափետավորում են, բայց իրականության մեջ այնտեղ պաշտոնների տարբեր մարդիկ կան նշանակված պաշտոնների, ովքեր ոչ պակաս կոռուպցիայի արգասից են։ Եվ ինչու են այդ մարդկանց նշանակել այդ պաշտոններում, որովհետև այդպիսի մարդիկ շատ հեշտ կառավարելի են։ Մենք արդեն ունենք տարբեր այդ ոլորտների հետ կապված ամբողջական գիտակցություն, որ ինչպես են կարողանում խոցելի մարդկանց, խնդիրներ ունեցող մարդկանց կամ տրամադրել ուղղակի պարտադրել ինչ-որ գործողություններ։ Եվ այս ոլորտն էլ դրանից չի մնացել։ Ես պարզ է, որ դու խոցելի մարդկանց նշանակում ես դատագործ, խոցելի մարդկանց նշանակում ես դատախազ, դու ստեղծում ես պայմաններ, որ կարողանաս կառավարելի պրոցես ստանալ։ Սա է պատճառը, որ մենք օրինակ առաջարկում ենք պետական կառավարման մոդելի այնպիսի փոփոխություն, որի պայմաններում արտադրության իրականացնող համակարգը ոչ մի ձևի օրվա իշխանությունների կապակցություն չի ունենալու։ Իսկապես գործերի է անկախ, որպեսզի ցանկացած նմանատիպ գործողություն, որը մենք ստեղծում ենք վաղ այսօր,
անկախ անունացանումների ուղիղ օրինական իրավական արձագանք ստանա համապատասխան մարմինների կողմից։ Այլապես մենք այս կոռուպցիան երբեք չենք կարողանալ ասենք, եթե պետական համակարգը կառավարման համակարգը փոխվեց, իսկապես չապահովվեց արտադրության համակարգի անկախությունը, լիակատար անկախությունը, մենք չենք կարողանալ դուրս գալ իրավիճակից։ Ցանկացած մեկը ով կգա այս խանութան, ուղղակի կգաղթի իր խանութում եւ կդառնա հերթական Նիկոլ Քասիմյան։ Մեծ էսի կարծում եմ բառավարում ասեն տեսել են դրա հետևանքները եւ կարծում եմ մենք դրա հենց հիմնական հարցերից մեկը դա տեսենք կանխում հետագայում այսպիսի process-ները։ Նիկոլ Քասիմյանին հեռացնելը էլի լավագույն տարբերակներից մեկը լինի։ Այսինքն հրատապ օպերատիվ լուծումներից մեկը Նիկոլ Քասիմյանի հեռացումը, որովհետեւ այս մասը ամբողջությամբ ապացուցել է, որ ինքը ոչ որևէ փոփոխության գնալու պատրաստ չի, ցանկություն չունի եւ շատ լավ տեղավորվել է ուրիշի կարծիքների մեջ։